Կարելի ձեր ձեռքը սեղմել, բարև ձեզ, ինչպես եք։ Ոնց է ձեր տրամադրությունը լավ չի։ Ինչի։ Կարելի նստել ստեղ։ Ինչի լավ չի ձեր տրամադրությունը։ Ինչի՞ լավ։ Օրինակ, թոշակները բարձրացել են, ճիշտ է։ Դուք թոշակ ստանում եք։ Քանի տարեկան եք, եթե գաղտնիք չեք։ Թոշակները բարձրացել են, դուք առողջության ապահովագրության շահառու եք, 300 դպրոց է կառուցվում երկրում, 500 մանկապարտեզ է կառուցվում, խաղաղությունը հաստատվել, տնտեսությունը աճում է, աշխատավարձերը աճում են, պետական ծախսերը աճում են։ Ամեն դեպս կխնդրեմ ես։ Սա մի հատ հայրենիք չարժի, հա։ Այդ սաղ արժի մի հատ հայրենիք եւ մեր ամբողջ ասած իմաստները փոքրանում է։ Չի փոքրանում, Հայաստանի Հանրապետությունը ինչքան եղել է իր միջազգայինորեն ճանաչված տարածքով, հիմա այդքան էլ կա։ Ջերմուկ են մտել, իրանք որ քեն ձեզ մի բան պարտադրում են, այս պետք է տակ, դուք ինչ եք ասում, դուք մեր ջերմուկից դուրս եկեք։ Ասեք, մի վախեցեք, այնով անի։ Սահմանազատման հարցերով լուծվելու են։ Որ լսում եմ մի բան գրավել են, ես տարիքից 7։ Երբեք լսել։ Այն ժամանակները։ Ես անգամ էլ լսեցի, տահուշում եք, որ ասի Ղարաբաղը մեր չի, ես էլի ֆակտ տարածում, լսում եմ, հատանում եմ։ Կտրիչ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում իր պաշտպանությունը ապահովելու համար, բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաեւ այս իրավիճակը։ Որ ասում եք, ասեք անենք, ասեցինք, բախի չարեցինք։ Ինչ եք ասել։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում եք, փոսերը ցաղ ասֆալտներն անենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում։ Կապից կդրվում ենք։ Անունս Արսենա, ազգանս Հայրապետյան։ Կենտրոնական Հենց ընկնում ենք, փոս կապից կդրվում ենք, էլ հեռախոսն չի աշխատում։ 44 օրվա պատերազմի ժամանակ Պուտինը Մոսկվայից ասեց Նիկոլ դադարեցրու պատերազմը, դա ամսի 5-ին էր, հոկտեմբերի 5-ին էր, չդադարեցրեց։ Ով Նիկոլա։ Հետո 19-ին Կներեք, ես այդ խոսակցություններին անձամբ հետո 18-ին ասեց Նիկոլ դադարեցրու պատերազմը, չդադարեցրեց։ Հայրիկ ջան 5000 զոհ չենք ունեցել, մենք խնդրում եմ այդ սուտ տեղեկատվությանը մի տրվեք։ Եկ պատերազմ եք բերել դուք։ 2 տարի։ Մենք ենք բերել։ Մենք ենք բերել պատերազմ։ Որն ենք բերել։ Ղարաբաղը 90-ականների պատերազմը ենք մենք բերել։ Լավ հասկացանք 8 տարվա մեջ տենց էլ չջոգեցիր վարչապետ լինելը ինչ է։ Որ վարչապետը չի կարող իր ընդդիմախոսների հետ կամ ընդդիմախոսների մասին խոսել են անմակարդակ բառապաշարով, որով դու ես խոսում։ Բայց մի քիչ քեզ տղուպես պահի էլի, ամոթ է։ Մեկ էլ ամբողջ գիտակցական կյանքում Հայաստանում չապրած մարդու երբեմն ոչ ճիշտ հայերեն բառեր օգտագործելն է ողբերգություն, թե պաթոլոգիկ ստախոս ու վախկոտ լինելը։ Ոչ ճիշտ հայերեն բառեր ասելն է վատ, թե մեր նահատակների, նրանց ընտանիքների, նրանց կանանց ու երեխեքի վրա հարձակվելը։ Ոչ ճիշտ հայերեն բառեր ասելն է վատ, թե Ալիևի տասովշիկ լինելը։ Մտածի սրա մասին ու սովորի արդեն նախկին բառին, որովհետև հունիսի 8-ի առավոտը կարող է բարի չլինել քեզ համար ու մեր քաղաքացու քվեով արդարությունը գա քո հետևից։ Ամեն անգամ Ալիևի խոսալուց ես գիշերները չեմ քնում, որ նա իրան այդքան
ոնց ասեմ։ Նա վստահ ասում։ Ինձ էվիա բան, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբտանը։ Բարձ ասած մեկը թողապատուցի տես չի, ասեմ քուճակատը պատժեմ, տես չի։ Մակրոնը այսօր կա, վաղը չկա, նա արդեն 7%-անոց մարդ է։ Հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում, ինքը իր երկրում 7% չի ընտրվելու։ Մենք հույսը ում վրա ենք դնում։ Երբ որ խոսում են Հայաստանը Եվրոմիություն տանելու մասին, դա ինստիտուտների մասին է։ Մենք մեր ժողովրդին չենք խաբում ասում, թե այս երկիրը տանում ենք Եվրոպա։ Մենք ասում ենք եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։ Դե Հայաստանում եվրոպական չափանիշ լինի, դա նրա մասին չի, որ չգիտեմ, Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա։ Դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում։ Իսկ ինչու է այդպես։ Որովհետև այս մարմինը իր գործը չի անում։ Ինչի՞ չի այս մարմինը իր գործը անում։ Որովհետև այս մարմինի գործն է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր վրա։ Այսինքն ինքը վարչապետն է, նախագահն է երկրի, ԱԱՑ պետն է, գլխավոր դատավորն է, ԲԴԽ նախագահն է, ինչ կա ինքն է, կադաստրի պետն է, չկան ինստիտուտներ այս երկրում։ 8 տարի միայն խոսակցություն։ Բարև ձեզ, եկել ենք Մեղրի։ Գտնվում ենք Հայաստանի ստրատեգիական ճանապարհի վրա։ Այս ճանապարհով է անցնելու թրիփը։ Սա թրիփն է։ Իսկ գիտեք սա ինչ է։ Սա արդեն Պարսկաստանն է, ընդամենը 30-40 մետրի վրա։ Դուք պատկերացեք մի իրավիճակ, եւ ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը այստեղ։ Վերջի 1-2 ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Քաթարում։ Ինչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն եւ այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ, Պարսկաստանը ամենայն հավանականությամբ կհարվածի, բայց այս անգամ հեռարարթիրներով չի հարվածի, այլ 30 մետր է 40, ինքնաձիգով կհարվածի, հողաթափիկ էլ շպրտի կհասնի։ Դրա համար, երբ մենք ասում ենք մեր հայրենակիցներին, պետք է երաշխավորված խաղաղություն, հիմնական նպատակը երաշխավորված խաղաղության, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է եւ պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ նույնպես լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, մեկից ավել երաշխավորի նկատի ունենալով, մենք հենց այս ճանապարհի տրամաբանությունն ենք ձեզ պատմել, հարգելի հայրենակիցներ։ Քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, 5 անգամ ավելի շատ ներքին վտանգներն են։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է։ Մենք դրա դեմել ենք պայքարելու, մարդիկ իրենց գումարները ծախսելու են իրենց բարեկեցության վրա, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու։ Դա էլ նրանից է, որ աշխատանք չկա։ Մարդիկ գնում են վարկ են վերցնում, որ խաղամոլությամբ զբաղվեն։ Շատ խնդիրներ կա, իրոք շատ խնդիրներ կա երկրում։ Իսկ այդ խնդիրների մասին իրոք մտածող չկա, որովհետև մարդիկ ունենալով 25% ռեյտինգ ամեն ինչ անում են, որ մնան իշխանության։ Իսկ անելու ձևը երկրում քաոս մտցնել, փորձեն այդ քաոսը կառավարել։ Մեր ժողովրդի 25-ից 30%-ը մոլորված է։ Մենք պետք է ամեն ինչ անենք ձեզ հետ, որ զարթնացնենք, բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան, որ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա անհայրենասեր իշխանությունները։ Սրանց համար մեկ սկզբունք կա, ոնց անեն Ալիևի դուրը գան, ոնց անեն նրա հրամանները կատարեն, ոնց անեն 300,000 ադրբեջանցի բերեն ապահովեն թե բնակարաններով, թե աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարկադրել է։ Դա մենք կանգնեցնելու ենք, մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր, արժանապատիվ սկզբունքներով, եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք ինչն է մեր երկրի շահերին համապատասխանում։ Մեզ համար կարևոր չի լինելու։ Մենք պետք է նայենք, որ մեր երկրի շահերը ինչն է համապատասխանում մեր հայրենիքին, մեր ազգին, մեր ժողովրդին։ Մենք պետք է նայենք, որ մեր երկրի շահերը համապատասխանում մեր հայրենիքին, մեր ազգին, մեր ժողովրդին։ Մենք պետք է նայենք, որ մեր երկրի շահերը համապատասխանում մեր հայրենիքին, մեր ազգին, մեր ժողովրդին։ Մեզ համար կարևոր չի լինելու։
Կանոնի դեպի պարոն նախագահ, քպայականներն են կանգնել։ Մոտենանք բարևեն։ Սենց լավ մեկ-մեկ են Սոչինի բանը։ Բար է ունես։ Առավոտից էլ կռիվ ես մանա։ Գնա, բայց սենց ասե։ Փորձենք քայլենք փախ։ Նախ մի ուրիշ բան լինի հասնելու է։ Հա։ Հանգիստ գնա։ Սարից կարամ ձեռը բարևեք, եթե իրավունք։ Ոյ, իրավունք է կալի։ Առողջություն ես։ Որ կարնակ փրկեք մեր աշխարհը, մեր Հայաստանը, մեր Արցախը։ 3 հատ ընտրություն ալ է, ես այնպես չելի իմ ապացույցներն ունեմ։ Ես 3 անգամ ձեզ եմ ընտրել ու հիմա կուզեմ որ դուք լինեք Բաղկացություն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս Հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ իր բաներ արմացե, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը ասենք իր այդ մանդատը տվե Նիկոլականին։ Չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվե որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղի, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայ ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի 2-ում է։ Մոնթեզը համասում։ Հա, հենց մարտունի դա ինչ։ Շուշուտ տենանք, սաղ է տեն շուշուտ, ընտրությունից ընտրություն չտենանք։ Այդ թեմայի մեջ չխորանամ։ Չէ, հիմա չէ։ Ով ու մանդատը հանձնեց։ Ամիսներ առաջ մեկ միտք արտահայտեցիք ձեր ասուլիսներից մեկում, որ Հայաստանը պետք է սահմանափակվի 29800 քառակուսի կիլոմետրով եւ այդ միտքը քարոզչություն իշխանական քարոզչամեքենան շարունակ շահարկում է։ Ի վերջո ինչն էր նպատակը, ինչ միտք եք ուզում արտահայտել եւ ինչ է դա նշանակում։ Նույն ասուլիսի ժամանակ նաև տվել եմ այդ բացատրությունը, որ խոսքը չի գնում ինչ-որ հարևանների հողերի վրա աճ դնելու մասին, խոսքը գնում է մեր ներուժի մասին, որ Հայաստանում ապրում է 3 միլիոն հայ, դրսում կրկնակի ավել, եւ այսպես շարունակ եկեղեցին, մեր ընդհանրապես լոբիստական հնարավորությունը եւ եթե չեմ սխալվում այն ժամանակ ասացի նաև որ փոքր երկիր բանաձև է առաջարկել փոքր երկիր մեծ խաղացող եւ օրինակներ են բերել տարբեր պետությունների սա էր ընդհանրապես իսկ այն ինչ անում է գիտեմ դա եղել է ինձ ասացին եղել է հանրային հեռուստատեսությունում դա վաղուց հեռուստատեսություն հանրային չի ուղղակի ԿՊ-ի քարոզչամեքենան է եթե օբյեկտիվ գնահատենք այն ինչ կա։ Ասում են դա տարածքային նկատում է, այդպես են նրանք, հա, մեկնաբանում ձեր այդ արտահայտությունը, ասում են դա լեգիտիմացնում է Հայաստանի վրա հետագա հարձակումները։ Հերթական ստախոսությունն է, հետո իրենց շեֆից ինչ պիտի սովորեն դասական ստախոսություն։